նկատմամբ ինչպես եք գնահատում հացադուլ հայտարարեց Նարեկ Սամսոնյանը, այս ընթացքում տարբեր կոչեր հնչեցրեցին դադարեցնելու վերաբերյալ, դուք ինչպես եք այս ամենը գնահատում։ Նարեկը գիտակից մարդ է, ինքը եթե նման որոշում է կայացրել, ուրեմն տեսել է դրա անհրաժեշտությունը, իհարկե դա ծայրահեղ միջոց է, բայց վիճակն էլ է ծայրահեղ մեր երկրի։ Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին, այս ռեժիմին, եւ նիկոլիզմի ռեժիմը կանաչ լույս ունի լրացնելու ժողովրդավարական ու ազգային գործիչներին, լինի նրանք մեդիա գործիչ, քաղաքական գործիչ, հանրային գործիչ, եւ ես դες մեծ ակնկալիք չունեմ ոչ Եվրոպայի խորհրդից, ոչ էլ արևմտյան որևէ կառույցից, որովհետեւ իմ համար քաղաքական առումով նրանք մեռած են, բայց դեռ թաղած չեն։ Որովհետեւ եթե Հայաստանի Հանրապետությունում օրինակ Արմեն Աշոտյանը ինչի համար անստել, որևէ մեկը կարող է ասել, Նարեկ Սամսոնյանը Ջենիֆեր Լոպեսի հոմանիշ օգտագործելու համար ինչու համար անստել։ Չգիտեմ, էլի հասկանում եք, սա տասնյակ 4 սրբազան է կալանավորված։ Ինչ են արել։ Ազգային բայրար է տնային կալանքի մեջ մինչև մի քանի ամիս։ Ուտես բազմաթիվ գործիչներ լռություն։ Ես շատ ճիշտ ասեցի նախորդ բանախոսները, մեր իշխանության տարիներին, երբ որ մեկի մազը ծռվել չէ, Ֆիդանյան ջան, երբ որ մեկի 5 մետր մի քիչ թափ կողքով անցնող էր ելնում, էլ Ամերիկայի դեսպանատուն, էլ Եվրոպայի խորհուրդ, էլ ԵԽԽՎ, ով ասես, արևմուտքը միշքան կառույց ու չկառույց կար, սաղ իրանց բանն էին համարում, մի հատ էլ ստեղ է սուտ իրավապաշտպանները, հելեր, բա ուր են այս իրավապաշտպանները, ուր են այդ ժողովրդավարության ջատագովները, այդ մարդը արա բան չի ասել, ինչ է ասել Նարեկ Սամսոնյանը, որ այսօր կալանավորել եք, ինչ են ասել սրբազանները կամարել, ցանկացած գործ, որը որ գտնում է դատարան, դատալսման փուլում տեսնում ենք, որ փլվում է։ Մինչև այդ սաղ ԿՊ-ն հարահրոսով գոռում են, տեսեք, սա ինչ պետք է լինի, վերջում գնում ենք պրասնուշկեքը մոնտաժված իշխան ես գիտեմ, այն մեկ որ տենում է սաղ փլվում է։ Ցանկացած գործ մտնում է դատարան, հենց հրապարակման փուլ է մտնում, տեսնում ենք, որ բան չկա։ Եվ ես այստեղ եմ առաջին իմ համերաշխությունը հայտնելու բոլոր քաղաքական բանտարկյալներին ու Նարեկ Սամսոնյանին, երկրորդը արձանագրելու, որ Հայաստանում ոչ թե կա ժողովրդավարության բաստիոն, այլ ժողովրդավարության սպանության բաստիոն, եւ երրորդը, որ արևմտյան ու եվրոպական կառույցները սատարում են հակաժողովրդավարական գործընթացները եւ կրկնում եմ մեռած են թաղած չեն։ Պարոն Շարմազանով, Խիղճն է փորձում շարժի ով Նարեկ Սամսոնյանը, եթե Հանրության ում խիղճը դու Հանրության խիղճն է մեռած։ Ես Նիկոլ ամեն մարդ ինքն է իր խղճի տերը, ես Նիկոլ Փաշյանի խղճի հետ ինչ գործ ունեմ։ Ինչպես ինքը իմ խղճի հետ գործ չունի։ Բա ինչ անեն այս մարդիկ նստեն տունը, իրանք էլ գնան պրեմիաները ստանան, համակերպվեն, ինչ անեն։ Արդյունավետ այլընտրանքը պայքարն է, սա էլ պայքարի մի միջոց է։ Ինչ աներ Նարեկը, կաներ դատարանում ասել բանա, լավ եք անում 3 ամիսով մի կալանավորեք, ցմա կալանավորեք։ Մեր համար եք ասում, ես եվրակառույցներից, ես ինքս, երեխեքը չգիտեմ, ես եվրակառույցներից որևէ վաղուց, որևէ ակնկալիք չունեմ կոնկրետ Եվրոպայի խորհրդից, Եվրոպական միության գրասենյակից, տարբեր արևմտյան դեսպանատներից, ես եղել եմ ազգային ժողովի փոխնախագահ, տեսել եմ, երբ որ մեկի կողքով 10 մետր են կոմացնում էր թափով, ռիպորտի հետևից գերում էին։ Այսօր դուք կարող եք իմաշկը կողել մի փաստաթուղթ, բացի IPP-ի գնահատականից, որ Աշոտյանի առումով տվել է։ Այդ էլ Մամիջանյանի, Աշոտյանի, Ռաֆի Հովհաննիսյանի հետ աշխատանքների արդյունք է եղել։ Իսկ հանրապետական կուսակցության հիմնականում ժառանգության մնացած ինստիտուցիոնալ կառույց, ոչ կուսակցական,
Օրինակ Եվրոպայի խորհրդի գրասենյակ, Եվրոպական միության գրասենյակ, դու տեսել եք մի հատ բան ասի։ Այսօր շատ ճիշտ ասես, դատարանի դալիճում մարդ է մահացել, մեկը խոսում է։ Երբեք Հայաստանի Հանրապետությունում այսքան քաղաքական մոտիվներով բանտարկված մարդիկ չեն եղել, երբեք։ Ու երբեք արևմտյան ու եվրոպական կառույցները այսքան տկար չեն ունեցել ժողովրդավարական արժեքների վրա, որովհետև արևմուտքը, այսօրվա արևմուտքը, ոչ թե իմ պատկերացրած արևմուտքը դա քրիստոնեական արժեքներն են, քրիստոնեական դեմոկրատիան է, պահպանողական արժեքներն են, ժողովրդավարությունն է։ Ես գնալու եմ ինչքան գիրք եմ կարդացել, սա վառեմ շփրտեմ, որովհետև մենք տենց է, Մոնտեսկյոն է իմ կարդացած իմացած արևմուտքը, ֆրանսիական լուսավորականներն են, հետագայում ժողովրդավարության մունետիկները, ինչ սովորել եք, սա 40-50 տարի ինչ երեխեքի եթե դասավանդում չկա։ Ոչ արևմտյան ժողովրդավարություն, ոչ եվրոպական ժողովրդավարություն։ Սա է խնդիրը, մանավանդ մեր սերունդը, որը խորհրդային միության փլուզման ժամանակակիցն է եղել, եւ ազգային արժեքների եւ անկախական ու ժողովրդավարական արժեքների ժամանակակից ու առաջին դրոշակակիրը։ Այսինքն շուկայական հարաբերությունների ժողովրդավարություն, մրցակցություն, ազատություն չկան, գոյություն չկունեն։ Նրանց ինձ թվում է Հայաստանը պետք է որպես պլաց դառ իրենց գործողություններն իրականացնելու համար։ Նրանք թքած ունեն Հայաստանը 29,743 կլինի, 10,000 կլինի, Հայաստանում քաղբանտարկյալ կլինի, քաղբանտարկյալ չի լինի։ Այս կոնկրետ իմ այստեղ լինել, ասեցիք ինչ պատճառը որն է։ Առաջինը համերաշխությունը Նարեկին ու բոլոր քաղբանտարկյալներին, երկրորդը ժողովրդին, երրորդը արձանագրենք, որ իմ համար արևմտյան կառույցները եղած չեղած արդեն միաշիվ է։ Ցինիզմի խորհրդանիշ են իմ համար, ներողություն այս բառից համար։ Պարոն Շարմազանով, ներկայիս իշխանությունները նաև ձեր իշխանությանն են մեղադրում բռնաճնշումների մեջ, ասում են հիմա իրենք են ասում քաղբանտարկյալներ կա Հայաստանում, բայց ամենաշատ բռնաճնշումները քաղաքական հալածյալները հենց նախկիների ժամանակ են։ Ամենաշատ համաներումը մեր իշխանությունն է արել։ Այն պարլամենտը, որի փոխնախագահն այստեղ են եղել։ Այդ որ բռնաճնշումներ էին անում պարլամենտում, ինչ գործ ունեին իրանք։ Այդ որ բռնաճնշումներ էին անում ոնց մի դարան բան, ընդդիմադիր ուժ, հետո էլ իշխանապողություն արին։ Այդ որ մեկն է նստած եղել 17 թվին, 18 թվին։ Իսկ ով էլ ինչի համար նստել է դրա համար, դրանից հետո համաներում է եղել։ Կրկնում եմ, մեր իշխանությունից շատ եղել է իշխանություն, որը գործել է ժողովրդավարական ու հանրային համերաշխության սկզբունքով, մեզ դրա համար էլ են մեղադրում, չէ՞։ Ասում յանմխի համաներում արի, բա ինչ անենք, թողայինք հասարակությունում պառակտված մնար։ Ինչ, մեծ բաներ կա, որ չի կարելի մեղադրել։ Իհարկե սխալական ենք բոլորս, բայց ով է եկել մեզ հետ ուզում համեմատվի։ Արցախը ադրբեջանցուն տվող է, հազարավոր զոհեր տվող է։ Ընդամենը քննադատական խոսք ասելու համար իր գործընկերներին կալանավորող իշխանությունը, գիտեք, պարտվելն էլ պետք է տղամարդավարի կարողանաս արժանապատիվ պարտությունը ընդունել, հաղթանակն էլ պետք է կարողանաս արժանապատիվ ունենալ։ Մենք 18 թվին պարտվել ենք, այո, ընդունում ենք։ Ու կարծում եմ հանրապետական կուսակցությունը այդ պարտությունից եւ դասեր է քաղել եւ արժանապատիվ է տալ այդ պարտությունը եւ այսօր էլ պայքարում է իր սկզբունքների ու արժեքների համար։ Ոչ թե հանուն կուսակցական շահիլոկ, այլ հանուն Հայաստանի Հանրապետության լինելու, որովհետեւ այսօրվա թիվ 1 խնդիրը եղածը պահելն է, բայց այս իշխանությունով մենք եղածը չենք պահի։ Հայաստանը դարձնում են ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական տերությունների միջև բախման կենտրոններից մեկը։ Տեսլեք Իրանի դեսպանն այսօր ինչ հայտարարություն արել։ Երբ որ մենք հանրապետականների ժամանակին ասում ենք, որ Իրանի հետ հարաբերությունները վատթարացման միտում կա, Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացման միտում կա, սրանք իրար հերթ չտալով այս նիկոլականները բան էին անում։ Այս ինչ եք խոսում։ Մենք աննախադեպ եղբայրացել ենք Ռուսաստանի հետ, աննախադեպ Իրանի հետ ենք այս կապն արել։ Ուր է աննախադեպ։ Մեր ժամանակ Իրանի դեսպանը կամ որը ցես բան կր, կամ մեր ժամանակ բարեկամ երկրի նման հայտարարություններ կլինեն, մի հատ կարիք կլներ, որ դեսպանին հրավիրեք արտաքին գործերի նախարարություն։ Այս մարդիկ քանդել են ամեն ինչ։ Եվ ես եւս մեկ անգամ սատարում եմ
Իմ սատարումն եմ հայտնում Նարեկ Սամսոնյանին ու բոլոր քաղաքբանտարկյալներին։